Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free-News-ի եթերում ենք Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ։ Սիրողական սպորտի միջոցով մենք նիհարում ենք կամ հակառակը ձեռք ենք բերում մկանային զանգված, բայց դա դեռ ամենը չէ։ Մեր օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ, հոգեբանական եւ բիոքիմիական ռեակցիաներ, որոնք մոտիվացնում են մեզ եւ ստիպում մարզվել։ Եթերում է Մարզվենք միասին հաղորդաշարը։ Այսօրվա իմ հյուրն է կինոյի եւ թատրոնի սիրված եւ ճանաչված դերասան Սաշ Սուքիասյանը, ողջույն։ Ողջույն։ Սաշ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ քեզ իմ տաղավարում տեսնել։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար, ուրախ եմ այստեղ գտնվելու։ Ինչ զբաղվածություն ունես հիմա, Սաշ։ Զբաղվածություն։ Բավականին հագեցած է իմ օրը, մասնագիտական առումով իհարկե, ու մասնագիտությունը բնականաբար չի թողնում զբաղվել այլ բանով, նույնիսկ մարզվելով, կարծես երազանք է դարձել, հա, Վատ է։ Դե նայած որ տեսանկյունից, եթե մասնագիտական առումով նայենք, շատ լավ է։ Մասնագիտական զբաղվածություն, բայց մեր պարագայում, այսինքն մեր ֆիզիկականը մշտապես աշխատում է։ Այսինքն եթե դուք կարող եք պարապեք օրը մեջ կամ չգիտեմ ինչ որ ժամ տրամադրեք, մենք առավոտվանից բեմում ենք մինչև չգիտեմ ժամը քանիսը փորձեր, հետո ներկայացումներ, հետո նկարահանում։ Լավ է, իրականում չեմ բողոքում։ Ինչ նախագծերում կաս, ինչ ներկայացումներ կան։ Ներկա պահին նկարահանվում եմ Սևարկղ հեռուստասերիալում, որի պրեմիերան կարելի ասել եղավ մոտ օրերս։ Ներկայացումներ բավականին հետաքրքիր բաներ են սպասվում։ Ներկա պահին, որը եղել է էլի մոտ օրերում պրեմիերան, դա եղել է Թմկաբերդի առումը մեր ընկերների, մեր ավելի ճիշտ փոքրիկ թատրոնում, որը կոչվում է Շունչ, նոր է կազմավորվել ու բավականին հետաքրքիր քայլերով առաջ է գնում, այնտեղ լինելու են նորանոր ինչ-որ ներկայացումներ, ինչ-որ նորություններ, իդեպ կարող եք ինձ հրավիրել իմիջիայլոց։ Անպայման։ Մնացած առումներով հյուրախաղեր են սպասվում, բնականաբար Հայաստանի տարածքում դեռ չեմ ուզում ավելի շատ մանրամասնել, ասում են լինի նոր ասեմ, չեղած բանը չեմ ասի։ Թատրոններում, թատրոն տանիքում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, աշխատում եմ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, Աբովյանի թատրոնում կան ներկայացումներ, Քաղաք Աբովյանի դրամատիկական թատրոնում կան ներկայացումներ, որ կարող եք այնտեղ էլ գալ, չգիտեմ, խառը։ Նորից հետ գանք Սևարկղին։ Դուրս եկավ վերնագիրը շատ հետաքրքիր է։ Ինչ իմաստ է իր մեջ ներառում, ինչի մասին է ֆիլմը, որովհետև ես գիտեմ, որ այդ սերիալը բավականին ակտուալ է։ Բավականին հետաքրքիր աղմուկ բարձրացրեց, նույնիսկ այնպիսի մարդկանց կողմից, որ ես չէի մտածի իրենք կնայեն սերիալներ հայկական ու անընդհատ ինչ-որ տագնապային, ինչ-որ ինտրիգ է պահում, այդ ֆիլմը ինտրիգ է պահում, անընդհատ զանգում են ով է, ինչ է, չգիտեմ, իրոք ես էլ չգիտեմ, ասում եմ մի զանգեք էլ ինձ, ես չեմ կարող պատասխանեմ այդ հարցին։ Սևարկղը կապված է հենց ցանկացած օդանավ ունի իր Սևարկղը, որը չի բացվում, երբ չի լինում ինչ-որ տագնապային վիճակ կամ այսինքն երբ չի լինում դժբախտ պատահար։ Այս պարագայում, այսինքն 3 ընկերների մասին է ֆիլմը, ովքեր օդաչուներ են ու իրենց մոտ եկել են պահը, որ պիտի բացվի իրենց Սևարկղերը։ Այդ թե ինչ է կատարվում Սևարկղերում կամ ինչեր կան այդտեղ, կիմանաք, եթե հետևեք մեզ։ Արդեն պատկերացնում եմ։ Դու էլ գլխավոր դերակատարներից մեկն ես, այդ 3 ընկերներից մեկն եմ։ Մկրտիչը Քեբաբչյան, Էդգար Եգիցյան, ես, երբեմն Այլք։ Շատ լավ, մնացածը արդեն կթողնենք, որպեսզի անակնկալ լինի եւ հեռուստադիտողներին հետաքրքիր լինի։ Այո։ Սաշ, քեզ ինչն է մոտիվացնում կյանքում կամ գուցե ով է քեզ մոտիվացնում կյանքում։ Գիտեք, հաճախ եմ մտածել ինչն է ինձ մոտիվացնում։ Օրինակ, երբ որ տրամադրություն չեմ ունենում ու պիտի գնամ փորձի, երբ որ մտնում եմ փորձի, արդեն տրամադրություն է ձևավորվում, չգիտեմ ինչից։ Այսինքն հնարավոր է դա նրանից է, որ ես անվերապահորեն նվիրված եմ իմ մասնագիտության ու սիրում եմ, չեմ կարող հստակ ասել։ Երևի դա է ինձ մոտիվացնում։ Ու մի շատ կարևոր բան եմ նկատել, որը ինձ իրոք դուր է գալիս իմ մեջ, աշխատում եմ մասնագիտությունը եւ անձնականը տարանջատել։ Այսինքն բնականաբար չի կարելի, չգիտեմ, ինչ-որ էմոցիաներ կամ այլ, որ այստեղ կատարվում է, տանել աշխատանքի վայր։ Որովհետև եթե օրինակ դուք եկել եք նայում եք ներկայացում, դուք մեղավոր չեք, որ օրինակ, չգիտեմ, երեք իմ մեքենային խփել են։ Դուք չպիտի դա տեսնեք։ Ու երբ որ մտնում ես այդտեղ, այսինքն առօրյա հոգսերից կտրվում ես։
լիարժեք անջատում ես քեզ ու ընկնում ես մի նոր աշխարհ։ Ու ամեն անգամ օրինակ տեսեք, այդքան ասում ես թատրոնում, ամեն թատրոնում, ամեն ներկայացման հետ ինչ որ նոր տեղ ես դու գնում։ Հա, ի դեպ, Պատանի հանդիսատեսի թատրոնում եղավ Սիդ ներկայացման պրեմիերան, էլի նորությունների շարքից, որը բավականին թարմ է։ Կարելի ասել խաղացել ենք ընդամենը 3-4 անգամ, կհրավիրեմ կգնաս։ Ահա, վերջ։ Խոստացար արդեն հերոստանգերությամբ։ Դու արդեն խոստացար, վերջ։ Բոլոր ներկայացումների տոմսերից ունես, Թատրոնից խոսեցինք, թատրոն եւ կինո, որտեղ ես քեզ ավելի հարմար է զգում, բեմի վրա թե տեսախցիկի առջև։ Գիտեք, նույն մասնագիտության մեջ երկու տարբեր մոտեցումներ են դրանք։ Այսինքն չես կարող ասել, որ դու կարող ես բեմում լինել այնպես, ինչպես տեսախցիկի առաջ ես, չես կարող ասել, որ հակառակը, հա, որովհետեւ եթե օրինակ դու բեմում սխալվեցիր, դու չունես դուբլի հնարավորություն, այսինքն դու չես կարող եւս մեկ անգամ նկարվել, սխալվեցիր, տակից դուրս արի։ Եվ բնականաբար նոր կյանք, այսինքն նոր բան ստացվեց բեմում, չես կարող ասել մի հատ էլի խաղամ այս տեսարանը, կներեք ժողովուրդ ջան։ Իսկ ֆիլմում ֆիլմը իր փոքրին նրբություններն ունի իմ կարծիքով, որ ես չեմ կարող այդպես խոսել դրա մասին, որովհետև ես զգում եմ, բայց չեմ կարողանում արտահայտվել դրա մասին։ Դրա մասին ավելի լավ արտահայտվել է, կարծես մի անգամ արդեն նշել եմ Ֆրունզը Մկրտչյան, ասել է թատրոնը կինս է, ֆիլմը սիրուհիս, սիրեկանս։ Այսինքն ուր էլ գնաս միևնույն է վերադառնալու ես թատրոն։ Եթե չունենաս այդ հիմքը, չես կարող գնալ։ Այո, կմախքը, այսինքն թատրոնն է ամեն դեպքում դերասանի։ Չես կարող ոչ միտեղ գնալ։ Այնտեղ թրծվում ես, որովհետև օրինակ դերասաններ կան հնարավորը, չգիտեմ, շատ երկար չունենան ինչ-որ պրոյեկտներ, բայց թատրոնը թույլ չի տալիս, որ դու պարապ լինես։ Իսկ մեր մասնագիտությունը, քանի որ պրակտիկ մասնագիտություն է, եթե ինչ-որ պահ դադար տվեցիր, հնարավոր է քո մոտ ինչ-որ անկում լինի ու վախ լինի դեպի բեմ, վախ լինի դեպի, չգիտեմ, քո մասնագիտություն։ Երբ որ կարանտին էր, փակել էին ամեն ինչ, շատ դերասաններ հնարավոր է եւ թողեցին իրենց մասնագիտությունը, շատ դերասաններ նույնիսկ երևի վախենում էին մոտենալ բեմին։ Հոգեբանական անկում տեղի ունեցավ, հա։ Դե հա, որովհետև երբ որ դու օրինակ տեսեք, այս տեմպի մեջ առավոտ զարթնում ես փորձերի, նկարահանման փորձերի ու հետո գալիս է մի պահ, որ քեզ ասում են ոչ մի բան պիտի չանես, ինչ մեծ բաց է լինում քո կյանքում, բա լավ, ինչ անես այդ բացը, ինչով լրացնես։ Այո, ճիշտ ես ասում։ Բայց ամեն դեպքում հիմա ամեն ինչ լավ է, շատ հետաքրքիր տեմպով գնում է առաջ, ուրախանում եմ, որ տեսնում եմ ավելի մեծամասնություն են կազմում թատերասեր ժողովուրդը, երեխաները, ովքեր հաճախում են թատրոն, որ տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճները, տեսնում եմ ուրախ, որ դուրս են գալիս ու քննարկում են, ինձ հետաքրքիր է դա։ Մեր ժամանակ ես հիշում եմ, ստիպում էին, որ մենք գնանք թատրոն, իհարկե ինձ չէ, ես սիրում էի, բայց ստիպում էին, որ մենք գնանք թատրոն ու դուրս են գալիս մեկ էր իրանց համար ինչն էլ, իսկ հիմա տենց չի, շատ լավ է դա։ Քո էնտուզիազմից դուր է գալիս եւ իսկապես ես անկեղծորեն քեզ հաջողություն եմ մաղթում։ Ո՞վ, շնորհակալ եմ։ Սաշ, քո երջանկության ֆորմուլան ո՞րն է։ Ինչպես ես ընդհանրապես երջանկությունը պատկերացնում։ Երջանկությունը մարդ չի կարող ինքը կատարյալ երջանիկ է, որովհետեւ միշտ ինչ որտեղ ինչ որ մի բան կիսատ է։ Այսինքն չես կարող ասել, հո, ամեն ինչ ունեմ, եթե դու ամեն ինչ ունեցար, անհետաքրքիր կլինի կյանքը։ Ես ինձ ներկա պահին երջանիկ եմ համարում։ Հնարավոր է լիքը էջեր ինձ մոտ բաց չի, որովհետև կարող է բացվի, ասեմ, չէ, փաստորեն էս է երջանկությունը։ Բայց ներկապային ես ունեմ առողջ ընտանիք, ամուսնացած չեմ, խոսքը դրա մասին չի։ Ունեմ առողջ ընտանիք, ունեմ մասնագիտություն, որը սիրում եմ շատ ու զբաղվում եմ այդ մասնագիտությամբ։ Այսինքն չկա ինչ-որ բան, որ ասեմ, չէ, այստեղ ինչ-որ բան այն չի։ Ունեմ լավ ընկերներ, ովքեր միշտ ինձ հետ են, դա շատ կարևոր է։ Չէ, ինձ համար երջանկությունը է այս բանը։ Ընդհանրապես, երբ ունենում ես քո սիրելի խաղալիքը, ես սիրելի խաղալիք նկատի ունեմ աշխատանքը, իսկապես դա ամենամեծ երջանկության գործոններից է։ Ունենալ սիրելի խաղալիք, դա շատ կարևոր է։ Մանավանդ մեր պարագայում, որովհետև եթե դու օրինակ գնաս փորձերի ու դու մտածես, բա լավ, ես ինչ եմ անելու, ես ինչ եմ անելու, չես կարողանա կենտրոնանալ։ Բայց երբ որ չես տրամադրվում դրա վրա, դու ներդաշնակ ես, թե քո մասնագիտության մեջ, թե կյանքում, քեզ ոչինչ չի խանգարում։ Սաշ, մարդկային տեսակի մեջ որ թերությունը կներես։ Կներեմ։ Այո, կներես։ Չգիտեմ։ Տենց շատ թերություններ կան, որ կներեմ, որովհետև մարդիկ հիմնականում ու ես էլ անում ենք բաներ չմտածված ու հետո որ ինչ որ մեկը կողքից ասում է, գիտես դու ես ինչ ես հենց արեցիր, կներես։
կներես իրոք երևի ինչ որ չգիտեմ դեբիլության կողմատ անում դա ավելի շատ, որ մարդ անում է մի բան, վայ, չի հասկացել ավելի, ուշ հասկանալու կողմատ անում, որ բոլորի մոտ է լինում է սխալվել իհարկե, այդպիսի սխալները, բայց շատ բաներ կան, որ սխալվելուց հետո էլ հետ գալ չկա։ Եվ ահա, եւ որ թերությունը չես ների։ Դավաճանությունը, դա իմ համար թերություն, դա Բացի դավաճանությունից, այդ պատասխանը բոլորն են տալիս, բացի դավաճանությունից։ Դավաճանություն շատերը չեն ների։ Բացի դավաճանությունից, ինչը չես ների։ Ինչը չեմ ների։ Տենց իրականում չեմ խորացել, որովհետև չգիտեմ։ Դες ստել է էլի դավաճանության ինչ-որ մաս է կազմում։ Չկա տենց բան, որ քաղցր է սուտը, չկա քաղցր սուտ, ես սիրում եմ ուղիղ ամեն ինչ, որովհետև երբ որ ինչ-որ հարց ուղիղ ես լուծում, հետագայում չի մնում ինչ-որ բաներ, տենց սև տեղեր չի մնում, էլի, որ հետո պետք է հետ գազ դա մաքրես։ Երբ որ մարդուն բան ունես ասելու, ասում ես ուղիղ, խնդիրը փակվում է։ Այսինքն եթե ես քո մասին ինչ-որ բան մտածեմ, sense մտածեմ, քեզ չասեմ, ճիշտ չի լինի, կամ ասեմ օրինակ ինչ է նոր ինձ sense բան ասեցիր։ Ու ասես, չէ, այդ մտքով չեմ ասել, վերջ, լուծվեց խնդիրը, թե չէ, տենց է, չէ, պահում են, իրենց մեջ վերլուծում են, հետո գնում են մի հատ տենց ինչ-որ փոքր խումբ ունեն, իրենց խմբի մեջ ուտում են այդ մարդու միսը, որ սան։ Չէ։ Ուղիղ ամեն ինչ։ Ու տենց ինձ թվում է շատ գործեր հեշտ կստացվի։ Շատ գործեր։ Քան որ ծանրանաս, չէ։ Սաշ, եթե ընտրության առջև լինես, հաջողություն թե սեր։ Սեր առանց հաջողություն առանց սիրո։ Որը կնախընտրես։ Չունես այլ տարբերակ։ Դե ուզում եմ հասկանամ ես որ պարագայում կարամ հասնեմ այդ կետին, էլի, որ հաջողություն ընտրեմ, թե սեր ընտրեմ։ Չգիտեմ, չեմ կարող այդպես։ Կասեմ երկուսն էլ ձեզ լինի։ Դե որ տենց է, այսինքն։ Ես երկուսն էլ ուզում եմ, հա։ Հա, ես երկուսն էլ ուզում եմ։ Եթե պիտի մեկը վերցնես, մյուսը չվերցնես, այսինքն հաջողություն առանց սիրո, ոնց կարա լինի հաջողություն առանց սիրո։ Չէ, բայց պիտի մեկ ընտրես, պիտի ապրես եւ պիտի մեկ ընտրես, ուզես թե չուզես։ Երկուսը միասին քեզ չի տրվում։ Ինձ թվում է, եթե դու վերցնես հաջողություն առանց սիրո, դու մենակ կլինես։ Եթե վերցնես սեր առանց հաջողության, հնարավոր է դու ինչ-որ բաների հասնես նաեւ։ Որտեվ սերը քեզ կտա ուժ ինչ-որ բանի հասնես։ Բայց եթե տենց ինչ-որ մեկը եկել ու ասել է քեզնից հաջողությունը վերցնում ենք, նշանակում է սերն էլ չի օգնի, որ հասնես հաջողություն։ Այսինքն սեր այնուամենայնիվ։ Ես վերլուծում եմ, բայց իմ պարագայում ես մտածում եմ, որ երկուսն էլ պիտի լինի։ Դե հա, դա բոլորս ենք ուզում, որ երկուսն էլ լինի բնականաբար։ Վարդա։ Հա, բավականին բարդ է։ Այդ պարագայում չէ։ Կլինի ես չխաղամ։ Քո լավագույն մաղթանքը առհասարակ։ Միշտ մտածում եմ, որ մարդը պիտի լինի առողջ պիտի լինի, որովհետև իմ դասախոսներից մեկը շնորհակալ եմ շատ, ինձ շատ է կրթել ու հասցրել բավականին հետաքրքիր մակարդակի Լալան Մնացականյան, իմ բեմական խոսքի դասախոսը։ Մի արտահայտություն ուներ, ասում է չկա չեմ կարում, կա չեմ ուզում։ Ու եթե մարդ աշխատասեր է, ինքը հանգիստ կհասնի այն ամենին, ինչին ինքը ուզում է հասնել։ Այսինքն այս պարագայում հաջողությանը, եթե մարդ կա, որին տրվում է հանգիստ հաջողությունը, մարդկա պիտի շատ աշխատի, որ հասնի դրան։ Այսինքն առողջ պիտի լինես, որ կարողանաս աշխատել ու մի անգամ պարոն Մկրտչյանը, Մհերը Մկրտչյան, ես շնորհավորում եմ իրեն, ասացի պարոն Մկրտչյան, ձեզ կարևորը առողջություն, իր ծննդյան տարեդարձներ շնորհավորում եմ, ասեմ ձեզ ամենակարևորը առողջություն եմ մաղթում։ Ասաց, գիտես Տիտանիկի վրա ինչքան առողջ մարդ կար, բայց ոչ մեկ հաջողակ չէր, բոլորը մահացան։ Հենց որ առողջությունը Խելացի բան է ասել։ Այո, առողջություն ու հաջողություն։ Հաջողություն, այո։ Առողջություն ու հաջողություն։ Սաշ, քո թույլտվությամբ կարող ենք սկսել։ Իհարկե։ Ես արդեն անհամբեր եմ եւ ուզում եմ քեզ տանջել։ Ես իրականում ձգում եի, որ չտանջվեի, խռոնո էի լցնում։ Այնպես որ կարող ենք սկսել։ Այսօր մեզ անհրաժեշտ է լինելու ստեպ, եթե փոխարինող ոչինչ չունեք, նույն գործողությունները կարող եք կատարել հատակին եւ երկու ծանրագունդ, որի փոխարեն կարող եք վերցնել երկու շիշ եւ լցնել ջրով կամ քարով, կամ պարզապես այս իրերը դուք կարող եք ցանկացած սպորտային խանութից ձեռք բերել, եթե դուք ստաբիլ կերպով պարապում եք ինձ հետ։ Այսօր ես ունենալու եմ բավականին հետաքրքիր պարապմունք, կսկսենք
Արագը ուժային նախավարժանքից կանցնենք մեր հիմնական աշխատանքին կավարտենք ձգումներով, այնպես որ դուք հրաշալի եւ արդյունավետ պարապմունք եք ունենալու, հագեք ձեր հարմար հագուստները եւ միացեք ինձ, սկսեցինք։ Շնչում ենք, արտաշնչում, շնչում ենք, ձգվում ենք եւ արտաշնչում, թուլանում ենք անգամ եւս սաշ, թուլանում ենք, ուղղվում ենք եւ մեծ ամպլիտուդայի ապլիկարում ենք շրջան, ողնաշարի մկանները զգալով եւ հակառակ ուղղությամբ։ Ահա, ուղղվեցինք, ողնաշարը ուղղեցինք, գնում ենք դեպի ձախ եւ աջ։ Եվս 4 հաշիվ, 3, 2 եւ վերջին անգամ ձեռքերը դնում ենք տոտրակին, ոտքերը լայց, ծնկները ծիկ, գալիս ենք առաջ եւ հետ։ Նորից ողնաշարը մաքսիմալ ուղղենք, ուսերը հետ սեղմած, որովայնի մկանները եւս սեղմենք, եւս 4, 3, 2 եւ 1։ Հիմա աջ ձեռքը հասցնում ենք հատակին, այնուհետև ձախը, ողնաշարը ուղիղ, եւս 4, 3, 2, վերջինը եւ կողպեք սաշնել եւ չմեք։ Ձեզ բանակումներ են կատարում 7, 6, 5, 4, 3, 2, 1 ու ողում ենք։ Կատարում ենք կքանիստ ծանրագնդով, տեսեք, հիշում ենք կքանիստի կանոնները, շնչելով իջնում ենք, ծնկները ոտնաթաթերից առաջ չպիտի ընկնի, արտաշնչելով բարձրանում ենք առանց ծանրագունդ սաշ, այնուհետև իջնում ենք, անընդհատ կառավարում ենք ծնկները եւ ծանրագնդով բարձրանում սաշ պատրաստ ենք, սկսեցինք, գնացինք եւ առանց ծանրագունդ իջանք, շնչելով իջնում ենք, արտաշնչելով բարձրանում ենք, առանց ծանրագունդ, ծանրագնդով, առանց ծանրագունդ եւ թողնում ենք ծանրագունդը ուղղակի կատարում ենք կքանիստ։ Եվս 8, 7, 6, 5, 4, 3, 2 եւ պահում ենք կատարում եւս 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 եւ թողնում ենք 4, 3, 2, 1, side and knee up, սկսեցին, side, knee up, side, up. Վերջինը, side, knee up, knee from side, knee up, side, knee up. Եվ վերջինը side, knee up, step. Dumbbell side to side. Սկսեցինք սաշ, start. Մեջքը չենք վարացնում։ Hand plank դիրքով։ 7, 6, 5, 4, 3, 2, մնացինք և սաշներ գալիս ենք դեպի ուսերը 7, 6, 5, 4, 3, 2, մենք երջանիկ ենք ևս շատ երջանիկ ենք 7, 6, 5, 4, 3, 2, այո,
Այո, մնացի։ Ահա, հիմա ծունկը առաջ, առաջ, առաջ։ Շատ եղջերին ենք։ 6, 5, 7, 5, 4, 3, զգում ես մկանները ծաշ պահեցինք, իսկ պահում ենք 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 և սայթ նայ սաշ կողք, պահում ենք 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 կենտրոն և մյուրս կողմով 8, գեղեցկություն 7, 6, 5, 4, 3, 2, 1 կենտրոն սաշ Եվս մեկ հաշիվ և պահում ենք, մնում ենք, սաշ մնում ենք 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 սաշ և ոտքերը գնաց կողք, 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 7, 6, 5, 4, 3, 2, 1 և պահում ենք եվս 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 Հանգստացինք 4, 3, 2, 1, 1, 2, 1, 2, 8, 7, 6, 5, 4, 3, 2, stop Սկսում ենք մեր հիմնական աշխատանքը։ Առաջին վարժությունը ուսագոտու մկանների համար է։ Տեսեք, մեջքը ուղղում ենք, ձեռքերը փափուկ, արտաշնչելով, ձեռքերը բարձրացնում ենք և նկարում ենք շրջան։ Եվ հակառակ ուղղությամբ, արտաշնչելով բարձրացնում ենք և շնչելով իջեցնում ենք։ Երկրորդ վարժությունը նույնպես ուսագոտու մկանների համար է։ Մեջքը մաքսիմալ ուղղում ենք, ծնկները փափուկ, մարմնով գալիս ենք առաջ, տեսեք։ Մարմնով գալիս ենք առաջ, աջ ձեռքը արտաշնչելով բարձրացնում ենք ուսերին հավասար և իջեցնում ենք front raise, այնուհետև lateral raise, բարձրացնում ենք և իջեցնում ենք։ Front raise, արտաշնչելով բարձրացնում ենք ուսերին հավասար և շնչելով իջեցնում ենք։ Lateral raise։ Երրորդ վարժությունը deadlift, այստեղ արդեն միանում է նաև մեջքի մկանները, տեսեք, նորից մեջքը մաքսիմալ ուղիղ, ծնկները փափուկ, մարմնով գալիս ենք առաջ, իջնում ենք և բարձրանում։ Շնչելով իջնում ենք և արտաշնչելով բարձրանում։ Ուսերը սեղմած, մեջքը մաքսիմալ ուղիղ։ 4, 3, 2
Ողնաշարը մաքսիմալ ուղղում ենք, ձեռքերը դնում ենք ծոծրակին, պարանոցը բերում ենք առաջ և պահում ենք 4, 3, 2 և 1 ուղղվեցինք, ձեռքը դնում ենք գլխին և թեքում դեպի աջ։ Զգում ենք, թե պարանոցի մկանները ինչպես են ձգվում։ Այնուհետև մյուս կողմով։ Ուղղվում ենք, աջ ձեռքը տանում ենք կողք, այնուհետև ձախը բռնում ենք աջը և ձգում ենք սեր։ Մյուս կողմով ձախը, աջը և ձգում ենք ձախ։ Ուղղվեցինք, պտտեցնում ենք ձախ ոտնաթաթը, փորձում ենք ձգվել։ Այնուհետև սաշպացում ենք կրծքավանդակը։ Նորից փորձում ենք ձգվել։ Եվ գնում ենք մյուս կողմ, պտտեցնում ենք աջ ոտնաթաթը, փորձում ենք ձգվել։ Ծունկը հնարավորինս փորձում ենք ուղղել։ Բացում ենք կրծքավանդակը և ձգվում։ Ձեռքերը փորձում ենք դնել կենտրոն, հասնում են ձեռքերից շատ լավ, աջ ձեռքով բացում ենք կրծքավանդակը, կենտրոն, ձախ ձեռքով, կենտրոն, խաչում ենք ձեռքերը և թուլանում։ Եվ գնում ենք առաջ, ձգվում ենք և հետ, ձգվում ենք և հետ, ոտքերը դնում ենք սեր և ձգվում վերև, թեքվում ենք աջ, ձախ և շատ զգուշությամբ գնում ենք դեպի կրունկները, ձգվում ենք։ Այնուհետև ուղղային ոտքերով ձգվում ենք առաջ, ուղղվում ենք, ձեռքերը թեքում ենք դեպի ձախ կողմ, տես այսպես, և ձգվում ենք։ Այնուհետև դեպի աջ կողմ և ձգվում ենք։ Նստում ենք խաչաձև, գալիս ենք առաջ։ Պտտվում ենք դեպի ձախ, դեպի աջ, միացնում ենք ոտնաթաթերը, գրկում ենք և ձգվում առաջ։ Շատ լավ, բռնում ենք աջ ոտքը, ուղղում ենք դեպի մեզ, պահում ենք 4, 3, 2, 1 և թեքությամբ բերում ենք դեպի մեզ։ Մյուս ոտքը ուղղում ենք, և թեքությամբ դեպի մեզ։ Շատ լավ, ոտքերը բացում ենք լայն, գալիս առաջ, միացնում ենք ոտքերը, մի փոքր ձգվում ենք առաջ, գլուխը բարձրացնում վերև։ Պիտի զգանք, թե ինչպես է կրկնակզակը ձգվում վերև, դնչով վերև։
ձգվում ենք հետ։ Շնորհակալություն Սաշ ջան, քո մասնակցության համար։ Ես եմ շնորհակալ։ Հուսամ հավանեցիր։ Շատ պետք էր ասեմ ավելին։ Դրամադրեցիք, որ էլի գնամ մարզվելու։ Այո։ Շնորհակալ եմ։ Այս հաղորդումը իսկապես հենց այդ նպատակը ունի, որ դուք տրամադրվեք եւ գնաք մարզվելու։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ Սաշ ջան։ Այսօր այսքան է, սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք։ Ցտեսություն։